Արդյոք Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդրեմ։ Այո, Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդրեմ։ Բայց մենք իմիջիալոց վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակվեցին, մեր գնահատմամբ դրանք շատ բավական լավ ցուցանիշներ են, բայց քանի որ մեթոդաբանական հարցերը դեռ պետք է ճշգրտվեն, բայց այդտեղ մի բան է երևում, որ ծայրահեղ աղքատությունը 0.6% է, անկախ մեթոդաբանությունից, այս նշանակում է մենք ըստ էության շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որը տվել ենք 2021 թվականին։ Ընդ որում, այդ աղքատության ցուցանիշը վերաբերվում է նախորդող շրջանին, մինչև ընտրություններ 24 թվին։ Այս 1.5 տարվա ցուցանիշները եւ մեր տնտեսական աճը չի կարող ուղղակի այդ ցուցանիշը բան չանել, չնվազեցնել։ Հիմա հարգելի գործընկերներ, Հայաստանում արդյոք կա աղքատության խնդրեմ։ Այո, Հայաստանում կա աղքատության խնդրեմ, բայց ժամանակն է ի վերջո, որ մենք առերեսվենք եւ արձանագրենք աղքատության պատճառները։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Բայց ինչի կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը, եւ սա շատ կարեւոր, շատ պատասխանատու եւ շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում, որովհետև մենք 2018 թվականից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչու, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով եւ մեր քաղաքականությունը հետեւյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Շատ խոսվում է թոշակների եւ թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստ հաշմանդամության թոշակ ստացողները, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակները ավելանում են։ Պարզապես մենք, այո, նաև հասկանում եք, կառավարելը կա եւ կառավարումը ունի նրբություններ եւ մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսք այս դեպքում 65+ տարեկան թոշակառուների մասին է։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա։ Գնա դեղատուն այլ բան գնի, քան պետքա գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետքա ստանա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականության ոչ թե 10,000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50,000, գուցե 100,000, գուցե 500,000 դրամի ծառայություն։ Եվ եթե այս ծառայությունների թվերը գումարենք իրար, մենք երբ որ ուզում ենք հաշվել, թե Հայաստանում թոշակառուների բանը թոշակը այդ առումով ծախսը ինչքան է,
Մենք տարվա կտրվածքով այդ առողջապահական մատուցված փաստացի ծառայությունների գինը պետքա տարածենք այդ ամեն ինչի վրա, պետպատվերի վրա ավելացածը։ Որովհետև շատ է գնում, դուք ես խոստացել, չեք արել, այն չեք արել։ Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Եվ մենք հիմա այս լուծմանն ենք գնում։ Նույնն էլ թոշակառուների թոշակը ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում։ Եվս որոշակի տոկոս էլ այդտեղ է ավելանում։ Մի հատ էլ սրա վրա ավելանում է համընդհանուր, մենք անկանխիկ առևտրի դեպքում, որը արվում է արքա քարտերով, բոլոր քաղաքացիներին 2% հետ վճար ենք տալիս, թոշակառուներին պլյուս այս 2%-ն էլ մի հատ էլ այդտեղ է ավելանում թոշակառուներին։ Էլի եթե համեմատել ունենք, սիրում են խոսել համեմատելու մասին։ Իսկ նաև մենք էս էլ պետք է հաշվի առնենք, հարգելի գործընկերներ, 2018 թվականի համեմատ թոշակառուների թիվը Հայաստանի Հանրապետությունում աճել է 106,697 մարդով, 19%-ով։ Ընդ որում, ես ուզում եմ, ինչի եմ գոհ նաև մեր աշխատանքից, որովհետև 2018 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թիվը ավելի է եղել, քան աշխատողների թիվը։ 555,000 թոշակառու ա եղել 513,000 աշխատող։ Այսօր էլ այս ճեղքը կամ այս հարաբերակցությունը մեզ այսքան էլ չի բավարարում։ Եվ ես առողջապահության ներողություն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը երբ որ նշանակեց, իհարկե նախորդ նախարարի առաջ էլ ես այդ խնդիրը դրել էի։ Ես խնդիր եմ դրել, որ մեզ համար եւ դա նաեւ մեր նոր տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի, թոշակառուների տնտեսական ակտիվացումը պետք է լինի մեր առաջնահերթ ծրագրերից մեկը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։